Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի համագործակցությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ սկսվեց մոտ 2 տարի առաջ։ Միության Նայիրի ճամբարի շրջանակում հիմնադրամի մասնագետները անվճար հոգևոր հոգեբանական աջակցություն են տրամադրում Արցախից բռնի տեղահանված մեր հարյուրավոր հայրենակիցների։ Սեփական փորձից կարող եմ ասել, որ դա առաջնայինն է, որ անհրաժեշտ է արցախցիներին առաջինը ինքնադրսևորվելու, քո նմանի հետ կիսվելու, բնականաբար դու քո իրավիճակում չես կարող քեզ ռեալ գնահատել եւ իմանալ ինչ է պետք դու որպես առաջին քայլ անել հաղթահարելու այդ ամենը։ Իրականում շատ բան է տալիս թե երեխաներին, թե ծնողներին։ Երեխաների առօրյան բավական հաճեցած է, օրակարգը այնքան խիտ է, որ նույնիսկ ազատ ժամանակ գրեթե կարելի է ասել չունենք։ Այստեղ մենք երեխաների համար անցկացնում ենք հոգեթերապևտիկ խմբային աշխատանքներ, ապահովելով երեխաների ինքնաճանաչման, ներքին ռեսուրսների բացահայտման, հենարաններ գտնելու կարևոր աշխատանքը։ Երեխաները սովորում են հաղորդակցվել այն խնդիրների հետ, ինչ որ կա իրենց ներսում, որ չէին կարողանում դրանից առաջ արտահայտել կամ միգուցե իրենց հասակակիցների շրջանում չէին կարողանում այնպես արտահայտել, ինչպես որ կցանկանային արտահայտել։ Միայն 2024 թվականի ընթացքում հիմնադրամի մասնագետները ինտենսիվ աշխատել են 650 մայրերի և 560 երեխաների հետ, օգնելով նրանց հաղթահարել դժվարություններն ու վերականգնել հավատը ապագայի հանդեպ։ Ճամբարի գերնպատակն է երեխաներին փոխանցել կարևորագույն արժեքներ։ Ճամբարի գերնպատակն է երեխաների էմոցիոնալ առումով ունենալ երեխաների մեջ շատ մեծ ներդրում, ինչքան որ հնարավոր է, որպեսզի իրենք այստեղից գնան թեթևացած, կրթված, ինչ-որ առումով վերափոխված։ Մենք երեխեքը պատրաստում ենք ապագայի համար, մեր գարելին ենք անում։ Ոչ մի րոպե չենք խնայում, ոչ մի րոպե, ոչ գիշերվա քուներնից խնայում ենք, ոչ առողջությունից խնայում ենք, բարձրապես այս երեխեքին ժպիտ պարգևենք, ուրախություն պարգևենք եւ իրենց փոխենք մի քիչ։ Հիմնադրամի մասնագետների աշխատանքը Նայիրի ճամբարում շարունակվել է նաև այս տարի։ 2025-ի սկզբից մինչև օրս արդեն հոգևոր հոգեբանական աջակցություն է ստացել 225 մայրիկ եւ ավելի քան 700 երեխա։ Այս թվերի ետևում մարդկային պատմություններ են ցավի, հույսի եւ վերականգնման մասին։ Այս հանդիպումներու արդյունքները, թրական արդյունքները շատ ակնհայտ էին եւ մեզի համար հստակ էր ան արտահայտություններն, որոնք մենք ստացանք մեր բոլոր մասնագետներու կողմեն։ Այս առիթը ես կուզեմ օգտագործել մեր խորին շնորհակալությունը հայտնել հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամին իրենց բացառիկ ներդրումին համար, որուն միջոցով մեր հայկական բարեգործական ընդհանուր միության Նայիրի ճամբարը դարձավ անհույսի եւ դոգունության աղբյուր շատ մեծ թիվով հայ ընտանիքներու համար։